Ցավոք սրտի այդպես ասեմ, որ համընկան իրադարձությունները, համընկնում եղավ այն, որ արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ բերեց նրան, որ Ռուսաստանը այսօր այո խնդիրներ ունի կապված նավթի գնանկման հետ, կոնկրետ պատժամիջոցների հետ եւ իհարկե Հայաստանը այդ առումով որոշակի հետևանքներ եւ ազդեցությունը շատ լրջորեն կրում է։ Բավական է ասել, որ միայն 15 թվականին մենք շուրջ 500 միլիոն դոլարի տրանսֆերտներ, այսինքն դրամական փոխանցումներ չստացանք եւ դրա հետևանքով ոչ միայն դրա, բայց նաեւ դրա հետևանքով մեր ներկրման ծավալները շուրջ 27-28%-ով նվազեցին։ Սա մեկ։ Նաեւ իհարկե որոշ կարևորագույն ճյուղերի արտադրանք հաստորեն շատ կրճատվեց դրանց արտահանումը դեպի Ռուսաստան, հատկապես դա վերաբերվում է գյուղատնտեսության վերամշակող ճյուղերին, խմիչքներ, ասենք թե պահածոներ, ձուկ ձկնամթերք, մսեր եւ այլն, այն բոլորը, որոնք մենք պետք է արտահանենք։ Այսինքն մեր բիզնես դաշտը բնականաբար այդ լուրջ կորուստների իր վրա զգաց եւ պատահական չէ որ ամեն տարի, ասենք սեպտեմբեր-հոկտեմբերին մենք խաղողագործների, մեր խաղողի մթերման հետ կապված խնդիրները արձանագրում ենք, չնայած մենք ունեցանք խաղողագործության ոլորտում կտրուկ աճ բնեղեն արտահայտությամբ, այսինքն օրինակ եթե մենք արտադրել ենք 14 թվականին ընդունենք շուրջ 260,000 տոննա, հիմա 312,000 տոննա մենք արտադրել ենք, կամ եթե մթերել ենք 180,000 տոննա, 184,000, հիմա մթերել ենք 212,000, այսինքն բավականին աճ կա, բայց դա բնեղեն արտահայտությամբ է, որպես իրացման ծավալ, բավականին մենք ուրեմն անկում ունենք։ Հիմա ինչ վերաբերում է պատերազմական գործողությունների ազդեցությանը, պետք է ասեմ, որ այո, բնականա ցանկացած պատերազմական գործողություն որևէ դրական բան լիցք չի կարող հաղորդել ներդրումների իրականացմանը, չգիտեմ, ներդրումային գրավչությանը, բիզնես գրավչությանը։ Եթե ԵԱՏՄ-ում Ռուսաստան եւ այլ երկրներ կոռուպցիան լինի, ուրեմն բավականին մեծ, չգիտեմ, միջինասիական որոշ երկրներում լինի մեծ, առանձին վերցրած Հայաստանում փոքր։ Մենք ընդհանուր տնտեսական միջավայրում ենք, այսինքն դա իր բացասական ազդեցություն ունենալու է, այո, իհարկե ունենալու է Հայաստանի վրա։ Եթե այնտեղ մենաշնորհները լինեն, բյուրոկրատական քաշքշուկներ լինեն, առանձին վերցրած մեզանում դա ոնց է ազդելու, բացասաբար է ազդելու, հա? Այսինքն այս ռիսկերը մեր ռիսկերն են, բայց մենք այլընտրանք չունենք։ Մենք իսկապես պետք է գնանք նրան, որ օրինակ, երբ որ ասում ենք տվյալ շուկայում տասնյակ տարիներով գործում է 1 կամ 2 սուբյեկտ, ապա ինչի մյուսները չեն գալի, ուրեմն հստակ պետք է ասել, որ կա արգելք այդ շուկաներ մտնելու, որը օրենքով ամրագրված չի, բա որտեղից է։ Դրա մասին պետք է կառավարությունը շատ հստակ ասի, մենք ունենք շուկա, որը բնական մենաշնորհ չի, սովորական մենաշնորհ է, բայց այդտեղ մարդիկ չեն գալի բիզնես անեն, այսինքն ոնց։ Շատ տարօրինակ բան է ստացվում։ Այսինքն կարելի է եկամուտներ ստանալ, բայց մարդիկ չեն ուզում գան այդտեղ բիզնես անեն։ Ինչու՞մն է խնդիրը։ Ուրեմն ինչ-որ լուրջ խնդրեմ կա, մեկ այլ ճնշում կա։ Այսինքն այդ շուկաները ազատ չեն։ Շուկա մուտքի համար ինչ-որ թույլտվություն է պետք։ ԵՏՄ շուկան մոտ է մեզ, իր ավանդույթներ չասեմ, բայց իր պայմաններով, իր ստանդարտներով, իր հարաբերությունների ոճով, բոլոր դեպքերում դա նախկին խորհրդային միության երկրներից են, ինքը մոտ է, բայց մենք իհարկե պետք է ԵՏՄ-ի հետ միասին նաև լրջորեն ինտեգրվենք Եվրոմիությանը եւ արևմուտքի այլ երկրներին եւ այդ մշակույթը նաև տեղաբաշխենք նաև ընդհանուր ԵՏՄ-ում։ Բնականաբար Հայաստանի ազդեցությունը ԵՏՄ-ի վրա շատ փոքր կարող է լինել, բայց Հայաստանը կարող է կամուրջ լինի, այսպես ֆանտաստիկ բան չեմ ասում, լուրջ կամուրջ կարող է լինի դեպի ԵՏՄ այլ երկրներից, ասենք Իրանից, արևելյան, միջին մերձավոր արևելյան երկրներից դեպի Ռուսաստանի շուկաներ գնալու համար։ Ես իհարկե չեմ գտնում, որ չեղած գետերի վրա կարելի է կամուրջներ կառուցել։ Կամուրջը պետք է գետերի վրա կառուցել, բայց այնուամենայնիվ դրա հնարավորությունը մենք չփակենք, հատկապես շեշտում եմ Իրան, Հայաստան, Հայաստան-Վրաստան, ուրեմն եւ Վրաստան-Ռուսաստան այդ շղթան, որտեղ էներգետիկ օրինակ համակարգում լուրջ անելիքներ ունենք եւ արվում է, բայց քանի որ մեր բոլորիս խնդիրը այսօր ամբողջ շփման երկայնքով հրադադարի պահպանումն է, խաղաղության սերմանումն է, որից կբխի նաեւ դրական լիցքերը, կարծում եմ, որ Հայաստանը պետք է կտրուկ փոփոխություններ կատարի, մնալով հենց ԵՏՄ-ի կազմում, որովհետև ԵՏՄ-ից մենք չենք կարող ասենք, երեք մտել ենք, այսօր դուրս են գալի, դա շատ անլուրջ կլինի ԵՏՄ-ից դուրս գալը։ Մենք մեր բեռը, մեր ընտրությունը արել ենք, մենք չենք կարող տարի մի անգամ փոխենք։ Այո, կարող են լիցքեր լինել այդ առումով դրական ապագայում, բայց դա կյանքն է ցույց տալու։ Դրա համար մենք պետք է ինքներս բարեփոխվենք, մի հատ ԵՏՄ-ի մյուս երկրներին ցույց տանք, որ մենք կարող ենք առաջանցիկ, ավելի ժողովրդավարական, ավելի
առաջադիմական, ավելի բարձր տեխնոլոգիական, ավելի արտադրողական արտադրություն եւ բիզնես կազմակերպել, որ ասենք մատով ցույց տան, ասենք տեսեք Հայաստանը ինչ երկիր է, ինքը քննադատում է, բայց ինքը այո կարողացավ հաղթահարի։ Ինչա դրա համար պետք քաղաքական կամք, բավարար է հայտարարել, որ կա քաղաքական կամք։ Իհարկե ոչ, պետք է պայման լինի, որ այդ քաղաքական կամքը իրացվի։ Բայց դրա համար ես մի անգամ ասել եմ, ելի եմ կրկնում, բավարար չի միայն կառավարության կարգ, կառավարությունը մենակ է, նա մենակ չի կարող։ Պետք է ժողովրդական կամավորներ, ժողովուրդը տեր կանգնի այդ իդեաներին։ Ոնց տեր կանգնի։ Այն դեպքում կանգնի, եթե ինքը զգա, որ ինքը տեղ անմիջապես իր մաշկի վրա զգում է, որ այդ իր համար շատ կարևոր է։ Ոնց որ ասենք Ղարաբաղյան խնդիրն է, չէ՞, հա, հենց որ զգաց, ինքը հենց որ չզգաց, իսկ կառավարությունը եթե չկարողանա ժողովրդին վստահություն ներշնչի, որ այս գործի համար անկախ նրանից դու ԵՏՄ-ում ես, դու պետք է ցույց տաս, որ դու առաջադեմ ես, պետք է գաս կանգնես կողքս, եթե չզգաց, ոչ մի բան չի լինելու։ Մենք ԵՏՄ-ում պետք է մեր քաշին համապատասխան, մեր կշռին համապատասխան կարողանանք որոշ ոլորտներում լիդեր դառնանք։ Այսինքն ցանկացած տնտեսական միություններում կան մասնագիտացումներ։ Մենք պետք է կարողանանք բարձր տեխնոլոգիական, արտադրողական, գիտատար արտադրությունների առումով, հատկապես նաև ասեցի ուղղվածություն դեպի ռազմական եւ այլ ուղղություններ դառնանք առաջատարներ։ Ինչքանով կհաջողվի, դա պետք է համապատասխան պայմաններ ստեղծել դրա համար, որպեսզի մեր ավագ սերունդը, միջին սերունդը եւ երիտասարդ սերունդը այդ տաղանդները մենք կարողանանք միավորենք։ Ես մի անգամ ասել եմ, մենք պետք է գտնենք մեր կառալովներին, մեր գլխավոր կոնստրուկտորներին, բայց դա կարող ենք, որովհետև հայկական տաղանդը այդ ոլորտներում բավականին բարձր է։ Մեկ քայլ մենք կարող ենք առաջ ունենանք։ Դրա համար իհարկե աշխարհի բոլոր հայերը այդ իդեայի շուրջը պետք է միավորվեն։